Դատական նիստը հետաձգվեց, ինչ պատճառաբանմամբ։ Դատական նիստը հետաձգվեց, որովհետև մարզպետ ինչ էր Գրիգորյանը իր պաշտպանի միջոցով ասել էր, որ մայրը առողջական խնդիրներ ունի եւ մորը պետքա տանի հիվանդանոց։ Սա իհարկե բացարձակապես հարգելի պատճառ չի, որովհետև եթե մայրը առողջական խնդիրներ ուներ, իդեպ այդ նույն պատճառաբանությամբ ինքը պատիժ կրելուց էլ ազատվել, հա, որ մայր ունի։ Եթե մայրը խնդիրներ ուներ, մոր խնդիրների մասին պետքա ներկայացվեն բժշկական փաստաթղթեր։ Միշտ տենց է լինում, որ մայրը խնդիր ունի։ Բժշկական փաստաթղթեր պետք է ներկայացվեր, որը ես վստահ եմ, որ եթե մյուս դատական նիստին լինի, ես կոչ եմ անում, որ Արարատի որևէ հիվանդանոց կամ բուժ հաստատություն չփորձի կեղծ փաստաթուղթ տալու, որտեղ մենք դրան հետամուտ ենք լինելու եւ բոլորս իմանալու ենք։ Մայրն էլ իր 18 տարեկան չի, վստահաբար, որ սենց առավոտ շուտ զարթնել է ու մեկ էլ հանգարց վատացել է։ Այսինքն սա կանխատեսելի էր։ Ինքը այդ նույն մոր հիվանդություններով ու առողջությունով ազատվեց պատիժը իրական կրելուց։ Քիչ առաջ բոլորը եւ Գոհարը եւ Օսանան մենք բոլորս հիշեցինք, որ ինքը եղբայրներ ունի։ Հարս ունի եղբայր, ում խնամքին մայրն են, նույն բակում ապրում է նաեւ եղբայրը եւ հարևանները դեռ առաջի օրը ասել են, որ մայրը եղբոր հետ է ապրում, ունի կին, ունի երկու չափահաս տղաներ, ունի հարս, արդեն ասել ենք վերջի խամերի մաման պապան կարային գային տանեին հիվանդանոց այդ մի ժամը կարում են չէ կան դատարանի մոտ կանանց հայհոյանքներ տան եւ այլն իսկ ինքը կարար գար ներկայանալ վերջի մենք էլ ունենք եւ մայր եւ երեխա բայց եկել ենք ինքը պարտավոր էր գալ եւ այո Տիկին Պողոսյանը ճիշտ էր ասել որ դա առաջի բալիկ էլ կա որը հիմա մեր մոտ չի մեքենա հա 3 տարեկան երեխա այսինքն սա ընդամենը կամա հայտնություն է այդ կատու տանջելուց կարող է կատու տանջելուց իր մամայի սիրտը տենց չէր վատացել այդ կատուն գոռում էր մամ վիդեոյի մեջ խնդրում եմ բոլորդ նայեք ես չեմ կարողացել մինչև վերջ նայեմ այդ կատուն մլավում էր մամա կարող է մարզպետի մորն էր կանչում ես չգիտեմ Այս ինչ է կատարվում ու ասենք իրանց պատճառով հիմա դատարանները նորից ծանրաբեռնվելու են այսօր կավարտվեր այդ նիստը մի բարդ բան չի նա պետքա իր պատիժը կրի քրեակատարողական հիմնարկում մենք բնականաբար այցելություններ կկազմակերպենք քրեակատարողական հիմնարկ ինքը պետքա իր պատիժը վստահաբար կրի որևէ դատարան եթե արդարացրեց ես խոսք եմ տալիս այդ վիդեոները գտնել եւ ուղարկել իրանց ընտանիքներին, որ իրանք նստեն ու տեսնեն, կնայեն այդ վիդեոն թե չէ։ Ես այլ բան չէ եւ անպատժելիությունը ամենաթողությունն է ծնել։ Նույնը կատարվեց Կոտայքի մարզում։ Այն մի ղուշ բազա, ընդհանրապես դրանցից մենք պետքա ազատվենք, որտեվ դա էլ է քրեական ենթամշակույթի էլեմենտ իմ համար, որտեվ իրանք նորմալ, այսինքն իրանք այդ բիզնես են անում այդ աղավնիներով ու ասենք մի հատ աղավնի կերած կատվին, որը բնության շղթան է։